Ազգային ժողովի հարգարժան փոխնախագահ, հարգելի գործընկերներ, ես կարծում եմ նախորդող քննարկումը, որը եղել է թե հիմնական զեկուցողին հարցեր տալու եւ պատասխանները լսելու միջոցով եւ թե հարակից զեկուցողի նաեւ տրված հարցերի պատասխանների միջոցով բացահայտել են ազգային ժողովի կանոնակարգ օրենքի հիմքում ընկած գաղափարական հենքը, այն առումով, որ ազգային ժողովի կանոնակարգ օրենքը որպես սահմանադրական օրենքներից մեկը եւ կարեւորագույն օրենքներից մեկը ու հատկապես այս դահլիճում ու այս հարթակում չափազանց կարևոր է պատգամավորների համար եւ կարևոր են այն նորամուծությունները, որոնք սկզբունքորեն բխում են նաեւ սահմանադրությունից։ Կառավարության եզրակացությունը սկզբունքորեն ներկայացվել է մի փաստաթղթի շուրջ, որը պաշտոնապես ներկայացված է եղել կառավարություն, բայց այն նախագիծը, որը քննարկում ենք, զգալիորեն թոթափել է այն մտահոգությունները, որը կառավարությունը ուներ իր եզրակացության նախագիծը ներկայացնելիս։ Եվ կարծում եմ, որ առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում նաեւ այդ մտահոգությունների շուրջ, ընդ որում այդ մտահոգություններից շատերը նաև բարձրաձայնվել են հենց պատգամավորների կողմից, նաև ուզում եմ ասել, քննարկման առարկա կդարձվեն եւ վերջնական լրամշակված ուրեմն տարբերակը կներկայացվի խորհրդարանի դատին եւ կառավարությունն էլ բնականաբար կարտահայտի իր վերաբերմունքը արդեն վերջնական փաստաթղթի շուրջ։ Ընդհանուր առմամբ ես ուզում եմ առանձնացնել 1-2 կետ, որոնք չափազանց կարևորում եմ, խոսքը վերաբերում է թե քննիչ հանձնաժողովների դերակատարությանը, թե խորհրդարանական վերահսկողությանը, թե օրենսդրական գործընթացին, արտահերթ նիստ կամ նստաշրջան գումարելու իրավունքներին։ Առհասարակ կարծում եմ այսօր մենք թեև նաև դետալային որոշակի քննարկում է եղել, բայց գլոբալ առումով դետալային քննարկումը շատ ավելի առարկայական կլինի, երբ ներկայացված լինեն պատգամավորների առաջարկները այս նախագծի շուրջ եւ դրա վերաբերյալը լինի արդեն վերջնական լրամշակված եւ կարծես թե վերջնական տեսքով խորհրդարանի դատին ներկայացված նախագիծը։ Թերևս այսքանը, եթե հարցեր կան, պատրաստ եմ պատասխանել։